Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար եւ հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում եւ զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը։ Վարչապետ Փաշինյանի այս ելույթից ժամեր առաջ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանի մահվան մասին։ 19-ամյա ժամկետային զինծառայող նստԱԱԾ-ի մահացել է ապրիլի 25-ին իրեն ամրացված զենքից։ Ինքնասպանություն է թե այլ բան, մանրամասներ չեն հայտնում, քննչականից մեր զանգերին չարձագանքեցին, երկրորդ օրն է քրեական հոդվածի մասին էլ տեղեկություն չկա։ Սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահը ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է։ Սահմանապահ զորքերի օրվա առթիվ Փաշինյանի 15 րոպեանոց ելույթում բառ չկար այս ողբերգության մասին, ոչ անդրադարձավ, ոչ էլ ցավակցեց։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է։ ԱԱԾ-ի հաղորդագրությունում էլ ցավակցական բառ չկար։ Դեպքը Սյունիքի ստորաբաժանումներից մեկում է եղել։ 19-ամյա Արթուր Ավետիսյանն էլ է Սյունիքից, Աշոտավան համայնքից, 9 ամիս առաջ էր զորակոչվել։ Ազատության հետ զրույցում ասաց Աշոտավանի վարչական ղեկավար Արմեն Բեգլարյանը։ Հավասարակշռված տղա է, խելացի, կազմակերպված, ուսման մեջ հաջողություններ ձեռք բերած, կարգապահ, օրինապահ, ուսումնական հաստատություն ընդունված, շատ նորմալ ընտանիքում, ծնողներ են, ուսուցիչներ, մանկավարժներ։ Մահվան պատճառների մասին վարկածներ լսել են, բայց Բեգլարյանը չցանկացավ դրանց մասին խոսել, քանի որ նախագնություն է։ Առաջերտն պետք էր անպայման դատանալ եւ ցավակցել։ Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպքի հետևում իշխանության ոչ պատշաճ պատասխանատվությունն է, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով։ Որտեւ ամեն մի դեպքի հետ կապված կա իշխանության կողմից պարտավորության ոչ պատշաճ, ոչ լիարժեք կատարում։ Եվ երկրորդը իհարկե սա պետք է լինի ահազանգ այն իմաստով, թե որոնք են հանդիսացել այն գործոնները, այն հանգամանքները, որոնք հանգեցրել են նման տխուր արդյունքի։ Ըստ նրա պատասխանատու պաշտոնյաները առաջինը պետք է անդրադառնային դեպքին, ցավակցեին ու գիտակցեին սեփական պատասխանատվությունը։ Իմ կարծիքով էս մոտեցումը, որ պետք է կատարել պատասխանատվության գիտակցում, ընդունում եւ նաեւ պատշաճ քննության իրականացման պահանջ եւ նաեւ պատճառների վերացման ուղղությամբ ջանքեր։ Այս տարվա երրորդ դեպքն է, որ զինծառայող է մահանում ոչ մարտական պայմաններում։ Անցած տարի մահվան 36 դեպք է գրանցվել, 5-ը առողջական խնդիրների պատճառով։